Հոկտեմբերի 1-ն է այսօր, նաև տարեցների միջազգային օրը եւ ինչպես նշեց իմ գործընկերուհին, այո, ոչ միայն այսօր, այլ պարզապես մի ամբողջ տարի պետք է մեծարանքով եւ հարգանքով վերաբերվենք մեր սիրելի տատիկ-պապիկներին։ Այսօր պարզապես այս ամենը մի փոքր ավելի շեշտադրմամբ եւ ոչ միայն խոսքով, այլ նաև գործով նաև ապահովելու համար նրանց երջանիկ ծերությունը խաղաղ ու ներդաշնակ պայմաններում։ Ուզում ես ասես ներկայացնեմ արդեն, չէ՞, հյուրերին։ Պարտադիր այս առիթով ունենք հրաշալի հյուրեր։ Լոգոպեդ, հանրային առողջության մասնագետ, ձեռքը տուր սոցիալ-կրթական ՀԿ-ի համահիմնադիր տնօրեն Մարիամ Հակոբյանն է մեր հյուրը, ողջույն։ Ողջույն, բարի լույս։ Եվ ձեռքը տուր ՀԿ-ի համահիմնադիր Տաթևիկ Էվինյանը, բարի լույս։ Եվս մեկ անգամ շնորհակալություն, որ առավոտը հենց մեզ հետ եք սկսում եւ սկսենք ամենասկզբից։ Ինչն էր, որ հիմք դարձավ ստեղծելու ձեռքը տուր հասարակական կազմակերպությունը։ Շնորհակալություն հրավերի համար։ Ձեռքը տուր հասարակական կազմակերպությունը ստեղծվել է 2023 թվականի նոյեմբերին Երևանում եւ ստեղծման նպատակը միահամուռ կայացրել ենք Մարիամի հետ միասին, հաշվի առնելով այն պահանջները, որ Հայաստանում գոյություն ունեն տարեցների շրջանակներում, այսինքն մեկուսացման հետ կապված խնդիրներ եւ տարեցների առհասարակ սոցիալական միջավայրից դուրս մնալու, մի փոքր դուրս մնալու խնդիրը առաջ քաշելով փորձեցինք մի այնպիսի կենտրոն ստեղծել, հիմնել, որտեղ տարեցները իրենց լավ կզգան եւ կզբաղվեն իրենցով առաջին հերթին եւ ֆիզիկական եւ մտավոր ակտիվությունները զարգացնելու համար։ Հիմա հետաքրքրեց արդեն, չէ՞, թե ինչով են զբաղվում տարեցները կազմակերպությունում։ Մեզ մոտ բազմազան են խմբակները, իհարկե բոլորը ունեն կարևոր կանխարգելիչ նշանակություններ, որովհետև ինչպես նշեց Տաթևը, հաշվի են առնվել թե սոցիալական, թե առողջական եւ թե հոգեբանական խնդիրները, եւ խմբակները նշեմ նկարչություն, արտ-թերապևտիկ հանդիպումներ են ունենում, հուլունքագործություն, հելունագործություն, ունենում ենք հրավիրյալ մասնագետներ, որոնք շատ կարևոր թեմաների շուրջ իրազեկման աշխատանքներ են իրենց հետ կատարում, միջև անգամ էթիկայի դասեր ենք ունենում, առողջ ծնվելու, քնի խանգարման հետ կապված, աղբի տեսակավորում, փորձում ենք հնարավորինս, նրանց իրազեկել, նրանց ակտիվ կենսակերպ, ակտիվ գործունեությունը ապահովել, որը ոչ թե ձեռքը տուր, ինչպես Տաթևը նշեց, այո, մենք շատ նախանձավոր կերպով գաղափարը ծնել ենք Ֆրանսիայում, հենց դրա համար կոչվում է հայ-ֆրանսիական մեր ծրագիրը, որովհետև մենք երբ որ քննարկում էինք Եվրոպայում բնակվող տարեցների ապրելակերպը, ակտիվ ապրելակերպը, թե ինչով կարող են զբաղվել նրանք, ինչ հնարավորություններ ունեն։ Այո, միանշանակ, որ դա նրանց համար ուղղակի կենսակերպ է, այլ ոչ թե սոցիալական խնդիր, այդ պատճառ դարձավ, որ ձեռքը տուրը ստեղծվի, ձեռքը տուրը ինքը օգնության ձեռք չէ, այլ մշակույթի ձևավորման փորձ է Հայաստանում, որ կարողանանք տարեցներին հնարավորություն տալ ինքնաճանաչման, ինքնաարտահայտման, ու կարծում եմ մեզ դա հաջողում է։ Իսկ դուք լսելով ձեր նախաձեռնության մասին կարելի է հիանալ եւ միայն դրական կարծիք կազմել այս ամենից, բայց եթե նայենք հակառակ կողմի տեսանկյունից, այ մեր տատիկ-պապիկները արդյոք պատրաստ էին այս գաղափարին, արդյոք գաղափարակից էին ձեզ, որովհետև մեր ավագ սերնդին նոր բան ներկայացնելը, համոզելը, որ դա ճիշտ է, որ դա կյանքի ռիթմին եւ ժամանակի հետ քայլելու հնարավորություն է տալիս, ինչպիսի արձագանք տվեցին եւ արդյոք հեշտ միացան ձեր նախաձեռնությանը։ Ես կասեի ավելի քան պատրաստ էին եւ իրենք դրա մասին չգիտեին։ Սպասում էին, ես Եվ ասեմ մի բան, նախ առաջին միջոցառումը, որ մենք կատարեցինք, դա Երևանում էր, որպեսզի իրենց աստիճանաբար բերեինք այդ մտքին, այսինքն այդ վիճակին, մենք փորձեցինք իրենց թորնիկների հետ հրավիրել իրենց, որովհետեւ իհարկե մտածելակերպի առումով դա առաջին ոնց այսպես փորձներ, եւ իրենք թորնիկներով եկան եւ նկարչության դասընթաց կատարվեց եւ հենց այդտեղ սկսվեց պատմությունը։ Եվ իրենք արդեն այնքան ներգրաված էին այդ ծրագրի մեջ, որ ամեն ինչ աստիճանաբար բերեց նրան, որ ակումբը հիմնվեց շատ արագ այդ միջոցառումից հետո։ Հիմա եթե խնդրենք ներողություն, հիմա եթե խնդրենք նրանք թորնիկների հետ իրենց դասընթացներին գան, հաստատ, որովհետև իրենք արդեն ընկերացել են, ունեն նոր ընկերներ, իրենց հստակ ունեն իրենց զբաղմունքը, ծանոթությունը, ընկերական շրջապատը։ Այո, եւ ինչպես նշեցի, ինքնաճանաչման, այո, դրան հասել են դրան, որ իրենք կարողանում են առաջի անգամ վրձին են վերցրել, առաջի անգամ գուցե հելուն են վերցրել եւ հասկացել են, որ իրենք ունեն տաղանդներ, որ երբևէ դրա մասին չեն իմացել։ Իսկ աշխարհագրությունը առաջին անգամ, չէ՞։ Ինչպես են արձագանքում այդ նորություններին տարեցները։
Ունենում ենք երբեմն ընդվզումներ, հատկապես անգլերենի ուսուցման խմբակում։ Իրենք Ես պատկերացրեցի արդեն անգլերենի ուսուցման խմբակում։ Իհարկե մենք հիմնականում կարիքի գնահատում ենք անում եւ իրենց նախասիրությունների հիման վրա ենք խմբակները առաջարկում, բայց այստեղ մի հետաքրքիր փաստել ուզում եմ անպայման արձանագրենք, որ նույնիսկ եթե անգլերենի ուսուցումը իրանց համար դժվարություն է, բայց քանի որ իրանք միասին են դա անում, հա, արդեն կարողանում են հաղթահարել, կարողանում են հաղթահարել իրեն օգնել, երեկոյան տնային են հարցնում մեկը մյուսից, օգնում են իրենց տնային աշխատանքները լուծելու հարցերում, այնպես որ այստեղ սոցիալական շփումն է հիմքում դրված։ Իհարկե նշում ենք, կարևորում ենք, այս ծրագրի հիմքը առողջ ծերացում գաղափարն է, բայց դրա բաղադրիչներն են սոցիալական շփումը, հոգեկան եւ առողջական ներդաշնակ իրենց հոգեվիճակը շատ կարևոր է որ դրանք ներդաշնակ լինեն միմյանցից նախաձեռնության տարածման հետ աշխարհագրության հետ կապված հարցեր կան սահմանափակվում ենք միայն քաղաքամար Երևանով թե արդյոք ունենք արդեն որոշակի շփում մարզերում գտնվող մեր տարեցների հետ կապված ինչ ասեք այս այս պահին չէ բայց հեռանկարների մեջ կան որ հետագայում մյուս համայնքներում նույնպես Հայաստանի այդ ծրագիրը ընդլայնվինքը այդպես ակումբի տեսքով պետք է Հայաստանի մյուս քաղաքներում ունենա իր նշանակությունը։ Այստեղ հարկ է նշել, որ Հայաստանի մյուս քաղաքներում, որոնք Երևանից մի քիչ հեռու են, իհարկե մետրոպոլից, այնտեղ տարեցներ ունեն զբաղմունք, իրենք զբաղվում են հողագործությամբ, այգեգործությամբ եւ հավատացեք, որ իրենց կյանքը շատ հետաքրքիր է անցնում եւ այդ խնդիրը այդքան էլ հրատապ չէ, ինչքան մայրաքաղաքում, որովհետեւ այստեղ իսկապես ֆիզիկական զբաղվածություններից ընդհանրապես կարող են դուրս չգալ տարեցներ։ Եվ դա է, այսպես ասած, պատճառը, որ հիմնական ուշադրությունը այսօր սևեռել են Երևանի վրա, միգուցե Երևանում մեկ այլ թաղամասներում, բայց դա հեռանկարների մեջ կա այդ ծրագիրը անպայման։ Ես համոզված եմ, որ մեզ բազմաթիվ տատիկ եւ պապիկներ են դիմում եւ հետաքրքրված են, թե ինչպես կարող են միանալ նման խմբակներին։ Այո, եւ այդ դրանով Մարիամն է զբաղվում իհարկե Երևանում գտնվելով, որովհետեւ ես ապրում եմ Ֆրանսիայում եւ իհարկե ցանկացած հայտ ներկայացնելու դեպքում Մարիամը անձամբ իրեն զանգում, իրենց կարիքները եւ եթե տեղ չկա այդ պահին ակումբում, իհարկե սպասողական լիստի վրա իրենք գրանցվում են եւ ամենայն փոքրիկ տեղը բացվելու դեպքում հնարավորության դեպքում նրանք միանգամից միանում են։ Ինչպես դիմել։ Կարող են մեր սոցիալական էջերում գրել, մենք արագ արձագանքում ենք եւ ինչպես նշեցի, կարիքի գնահատում ենք անում եւ պետք է որոշակի պահանջների ծրագրի համապատասխանի 60 եւ ավել տարիք ունենա եւ չունենա զբաղվածություն։ Այստեղ շատ հետաքրքիր է նաեւ իմանալ, թե որոշակի շրջան անցնելուց հետո արդյոք արդեն իսկ կան գնահատված արդյունքներ, որոնք տատիկ պապիկների դրսևորման ապրելակերպի մեջ դուք տեսնում եք։ Գուցե արդեն չհաճախեն խմբակ, բայց այնտեղից որոշակի գիտելիքներով դուրս են եկել, մի քիչ այլ մտածողությամբ դուրս են եկել եւ արդեն կառուցում են իրենց կյանքը նորովի եւ նոր աշխարհընկալմամբ ու մոտեցումներով։ Ինչպիսի նման արդյունքներ ունենք, թե ոչ։ Շնորհակալ եմ, հարցը շատ իսկապես կարևոր էր, որտեղ դա հենց ամբողջ մեր ծրագրի արդյունքն է, որ արտացոլվում է։ Իհարկե ունենք կյանքի որակի փոփոխություն հենց տեղի է ունենում մեր աչքի առաջ եւ դրա հենց դա իրենք են փաստում։ Ես որպես հանրային առողջության մասնագետ իհարկե մշակել եմ մի գործիք, որ մինչև նախքան իրենց հաճախելը եւ ընթացքում մենք շատ տարբեր հարցադրումների միջոցով անցնում ենք այդ ճանապարհը, որ կարողանանք ապացուցենք, որ սա շատ կարևոր ծրագիր է, հա, հատկապես Հայաստանում, քանի որ մենք այսօր ունենք մեծ թվականով 16.7% է տարեցների թիվը եւ դա համարվում է հասարակության համար սոցիալ-տնտեսական առումով մեծ ծանրաբեռնվածություն, թե առողջապահական ոլորտի, թե սոցիալական եւ դա միակ ճանապարհը զբաղվածության կենտրոններ ստեղծելն է, որն էլ կբերի կյանքի որակի փոփոխման, հա, եւ հիմա որ մենք նայում ենք իրենց կյանքում արտաքինում փոփոխություն ունեն, հոգեվիճակում ունեն, ինչու՞ չէ, ես անդրադառնամ, այո, շատ տատիկները մեզ երիտասարդացած, շատերը այրի են, ունենք որթեկորույս տատիկներ, որոնք հագուստի գույն են փոխել, որ դա մեզ համար արդեն հաղթանակ է, արդեն հաջողություն է։ Այո, եւ դա այնքան նկատելի է, միայն այն ակտիվությունը, այն սովորությունները, ինքնախնամքը իրենց կյանքում որ տեղի ունեցել։ Տեսեք, առավոտյան արթնանում են, իրենք պետք է գան արդեն կենտրոն։ Բնականաբար պատրաստվում են, հագնում են իրենց ամենասիրելի նախաճաշում են, դա շատ կարևոր սովորություն է, որը մեզ մոտ մի փոքր այդքան դեռ ընդունված չի։ Նույնիսկ թորնիկների մոտ ընդունված է։
Եվ ողջավորությամբ են գալիս։ Ամեն անգամ սպասում են հաջորդ դասընթացին, նույնիսկ մի դեպք կար եւ տարեց մեզ ասեցին մեր շահառուները, որ անհամբեր սպասել են այդ օրվա առաջի դասին, որ շատ շուտ են եկել եւ մուտքի մոտ այնքան են, չգիտեմ, քանի րոպե են սպասել, որ սկսվի դասընթացը եւ իրենք մտնեն։ Այսինքն դա այդ մոտիվացիան է, որը մենք մեր միջոցառումների միջոցով արտնացրել ենք իրենց մեջ։ Բայց ձեր ուսումնասիրությունների շնորհիվ համոզված եմ, որ նաեւ կարող ենք խոսել այն խնդիրների հետ, որոնք որ բախվում են հաճախ մեր տարեցները եւ որոնք են ամենակարևոր խնդիրները։ Հիմնական խնդիրները սոցիալական մեկուսացումն է, ու դա կարևոր չի, որ իրենք ապրում են բազմանդամ ընտանիքում։ Սոցիալական մեկուսացումը այսօրվա մեր Հայաստանը բնակ տարեցը ունի, քանի որ չունի այն հետաքրքրածությունը, այն զբաղվածությունը, որ ինքը կկարողանա։ Տան անդամները բոլորս ունեն զբաղվածություն, ամբողջ օրը գրեթե քիչ շփում է, նույն տարեցը, ինչպես երեխաների մոտ շփման, հաղորդակցման կարիք ունեն նրանք, այլ բանի կարիք չունեն մեծ հաշվով։ Հա, իրենք ունեն հնարավորություն տալու իրենց, հա, որպեսզի իրանք կարողանան դա իրականացնեն, միջավայր ստեղծեն դրա համար։ Իսկ հիմա անցած անգամ մեր տարեցներից մեկը ասում է, «Էլ ոչ մեկին էլ չեմ սպասում, որ ինձ ինչ որ կգան, կպատմեն, ես իմ ընկերուհիների հետ ամեն ինչ խոսում եմ, ամեն ինչի մասին մենք կարողանում ենք կիսվել»։ Այնպես որ այդ ամենը շատ նպաստավոր է, որ իրենք կենտրոնում արդեն գտել են իրենց։ Եվ դեպի ամփոփում գնալով հետաքրքիր է իմանալ, կան արդյոք բարի մարդիկ, մտածող մարդիկ, ովքեր ձեր կողքին են, որովհետև նայում ենք ձեզ երկու հմայիչ գեղեցիկ նուրբ երիտասարդ կանայք կարևոր նախաձեռնության ետևում կանգնած, ովքեր են ձեզ միանում, որովհետև լայնածավալ գործունեության հետ կապված վստահաբար միայնակ ձեզ դժվար է ամեն առաջ տանել, ովքեր են ձեր կողքին։ Հավատացեք, ծրագրում ով ծրագրի մասին տեղեկանում է, փորձում է ինչ-որ ձև աջակցություն ցուցաբերել։ Մեր քաղաքացիները, այո, մշակույթի տան տնօրենները, նույնիսկ երբ որ ասում են, այդ հասարակության տարեցները միայն ձերը չեն, մերն էլ են, ունենք բարբերաբար, մենք ամսվա մեջ մեկ շաբաթ մշակութային օրեր ենք ունենում, թանգարաններ, թատրոններ եւ իրենք դրանք ընդհանրացում են, տոմսեր են տրամադրում, այդ ամենը բոլորը ուզում են ներդրվեն այս ծրագրում, որովհետեւ անխուսափելի է։ Իրենք էլ են տարեցինելու ինչ որ մի ժամանակ։ Այո, ես ուզում ասեմ, բոլորս էլ այդ տարիքին հասնելու ենք եւ այդ խնդիրներին բախվելու ենք։ Շնորհակալություն ձեր ահռելի եւ հրաշալի մեծ աշխատանքի համար։ Շնորհակալություն եւս մեկ անգամ, իսկ մենք սիրելի հեռուստադիտողներ շարժվենք առաջ, լսենք երաժշտություն եւ վերադառնանք։